Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցն առավոտյան ժամը 8-ից մարդաշատ էր։ Նախագահի թեկնածու Պարույր Հարիկյանին այցելեցին ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արտուր Բաղդասարյան, ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Բոլորը պնդում են, սա հարված էր մեր պետականությանը։ Համոզված եմ, որ անպայման մեր իրավապահ մարմինները փորձելու են ամեն ինչ անել, որպեսզի բացահայտեն։ Գնահատականը շատ խիստ է, դատապարտում ենք միարժեք։ Սա ստոր եւ դավադիր հարված էր ընտրական այս ժամանակաշրջանում եւ ըստ էության սա կատարված էր Հայաստանի իշխանությունների դեմ։ Սա արտահարավել է առաջինս իրենց պետությանը, իշխանությանը, քաղաքական ուժերին, ովքեր որ շահագրգռված են, որպեսզի մեր մոտ քաղաքական գործընթացները այլևս առանցնցումների լինեն։ Պարույր Հարիկյանի ճակատագրով մտահոգ են նաև մրցակիցները, այստեղ էր Արամ Հարությունյանը։ Նրան ու ազգային ժողովի փոխնախագահին Հարիկյանը որոշ մանրամասներ է հաղորդել։ Մտնելուց մուտք, ասենք հենց մուտքի մոտ, ասենք նկատել է ու ասենք իրանց մեջ ձենքը ձեռքը նկատելն է, ասենք պայքարա գնացել։ Պատմեց այն, որ մեքենան կանգ առել, ինքը դուրս է եկել եւ նկատել է, որ մոտիկից մոտ 20-25 սանտիմետր ձեռը հասնում էր, հաս դեմքը բան չի հիշում։ Կատարվածից հետո քննարկում է նախագահի մյուս թեկնածուների անվտանգության երաշխիքների հարցը։ Հանրապետության նախագահի կողմից նրանց տրված է խիստ հանձնարարական, լրջորեն զբաղվելու, արագ բացահայտելու, եւ ես կարծում եմ, որ հանցագործության բացահայտումը կտա բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Գիշերվանից հիվանդանոցում անհանգիստ հերթապահում են նաև ԱԻՄ-ականներն ու Հայրիկյանի ազգականները։ Դա հրաշք էր, ուղղակի հրաշք, Աստծո կամոք Հայրիկյանը ողջ է մնացել։ ԱԻՄ առաջնորդի վիճակը լավ է, նա անգամ կատակել է եւ շնորհակալություն փոխանցել բոլոր նրանց, ովքեր անհանգստանում են իր համար։ Օֆելիա Կամավոսյան, Գևորգ Մանուկյան, ժամը լրատվական։